Ուրեմն բիդի շարունակենք Սուրբ Եփրեմ ասորի խրատները։ Սուրբ Եփրեմի խրատները բաժանված են զանազան գլուխներով, այսօր պիտի անդրադառնանք մրցակցություն ունենալու մասին եւ նախանց եւ մրցակցության մասին։ Առաջին, նախանց եւ մրցակցություն ունենալու մասին։ Երանի անոր ով նախանցի եւ մրցակցության ենթակա չէ, որովհետեւ մրցակցությունն ու նախանցը միասին գաբրին եւ որու մեջ որ այս արատները մեկը գա, ուրեմն մյուսն ալ գա։ Հետևաբար այդ պատճառով Երանի անոր ով չէ ինգած այդ արատներու մեջ եւ անոնց մեջ ոչ մեկով չէ վարակված, որովհետեւ իր եղբոր հետ անարտարացիորեն մրցակցողը գտադաբարդվի սատանային հետ գնալու։ Ով որ գմրցակցի ան բարդված է, անոր մեջ նաև թշնամություն կա, ուրիշներու հաջողությունը զինք կդան չէ, իսկ նախանց եւ մրցակցություն չունեցողը ուրիշներու հաջողությունը զինք չի դխրեցներ։ Երբ ուրիշը բադվի արժանանա, ինք չի խռովիր, երբ ուրիշը մեծարվի, ինք չան հանգստանար, քանի որ բոլորին առավելություն կուտա, բոլորը իր մեկը կերազանց է, ինքսինք բոլորեն անարժան եւ հետինը կհամարե եւ բոլորը իր մի ավելի վեր կտասավորե եւ իր մի ավելի լավ կհամարե։ Նախանց ճունեցողը բադիվի չի ցկտիր, ուրախացողներու հետ ուրախանա, ինքներեն բարավոր գործեր չի վերակրեր, հաջույքով գնայի բարի ուղիով ընթացողներուն եւ գկովապանե բոլոր անոնք, որոնք կաբրին ինչպես որ հարգն է։ Եթե տեսնե, որ իր եղբայրը լավ գործ մգնե, չի խոչընդոտեր անոր, այլ գխրախուսե զինք իր խորհուրդներով։ Եթե տեսնե, որ իր եղբայրը օրինազանցության մեջ է, զայն չի վարգապեգեր, այլ օգտակար խորհուրդներ կուտա։ Եթե տեսնե զայրացած անձը զինք ավելի չի փորփոքեցներ, այլ սիրով կհանգստացնե խաղաղություն հորդորելով։ Երբ վշտացյալ մը տեսնե զինք չար ամարեր, այլ իրեն հետ կվշտացի եւ կսպոպե հոգեբարար խոսքերով։ Եթե անուս եւ դկետ մը տեսնե երանքով կճանազայն ուսուցանել եւ ճիշտ ուղի վրա տնել։ Եթե անկիդագի մը հանդիպի առանց նախանցի իրեն ցույց կուտա լավ ճանապարհը։ Հետևաբար իր մեջ նախանց չունեցողը իր ընկերը չի խայդարագեր, ընդհակառակը ուրախանա իր ընկերոջ բոլոր հաջողություններու անցնվեր գործերու մասին։ Երկրորդ նախանցի եւ մրցակցության մասին։ Ով որ վարակված է նախանցով եւ մրցակցությամբ անխեղճուկ է, քանզի չարախոսի եւ խառնագիչի կորձագից է, որու մեջ որ նախանց եւ մրցակցություն կա, ան բոլորի հետ հագարագործ է, որովհետեւ չուզեր որ ուրիշ մեկը իր մե ավելի կերատաս լա։ Ան գնվաստացնե խրախուսանքի արժանիները, բարի ուղիով կալողներու ճանապարհին կայտագություններ կհարուցանե, բարեբաշտ կյանքով ապրողին կհանդիմանե, երկյուղածներուն գար համարե, ձոմաբահները պարամոլ եւ մեծամիտ կանմանե, ծառայություն մատուցելու պատրաստ մարդուն ակահ, գործերու մեջ ջարդարին պարասեր, քիրքերով ճանասիրապար սպավողին տադարգաբորդ իս պատասխաններու մեջ հմուդին որգրամոլ։ Նախանց մարդը երբեք չուրախանար ուրիշներու հաջողության համար, երբ տեսնե, որ եղբայրը հանգիստի մեջ է, կմեղատրե զայն։ Եթե տեսնե, որ եղբայրը ինգած է, բոլորի առջև կվարգապեգե։ Վայ նախանցին, քանզի անոր սիրտը կդգարանա դրտմութենե, մարմինը կունատ կդառնա եւ ուժերը կսպարին։ Ան բոլորի համար անդանելի է, բոլորին տշնամի է, գադե բոլորը, բոլորին կշողոքորթե, բոլորի թեմ տավեր գլարե, ամենուն առջև թիմակ կգրե, այսօր մեկումը հետ կընկերանա, վաղը մյուսին եւ վերապերմունքը ամեն ինչի նկատմամբ կփոխվի։ Յուրաքանչյուրին կամքին կհարմարի եւ որոշ ժամանակ հետ բոլորին կմեղատրե, մեկը մյուսին մոտ կվարգապեգե եւ բոլորի մեջ խռովություն կծկե։ Այսպիսով սարսափելի թույնն են նախանցն ու մրցակցությունը, անոնց մեկը ծնին զրբարդությունը, ադելություն ու սպանությունները։ Այդ պատճառով թուք երկնային քաղաքացիության մարդիկները, որքան հնարավոր է հերացեք նախանցեն, որքան հնարավոր է ձեզ մի հեռու վդարեցեք մրցակցություն ու նախանցը, որբեսի սատանային հետ մեկտեղ չտադաբարդվի։ Ամենասուրբ երողության գվայել է պարկ վադիվ ու երկպատությունը հավիդյանը միջև հավիդյան ամեն։